թփերը սկսեցին շարժվել։ Ու այդ շարժի ժամանակ զգում եմ ինչ-որ ալչի ձայն է նաև ուղեկցում, ինչ-որ sense ձայներ է գալիս այդ թփերից, ու այդ շարժը բարձրանում է դեպի ինձ։ Այսինքն այսքան ժամանակ քնած էր այդ ալչը, զարթնել էր։ Չեք վախեցել դուք ընդհանրապես հիմա Ու sense քայլում եմ, ոնց որ չեմ տեսնում ես իրան, բայց այդ թփերի շարժը դեպի որ ինձ է բարձրանում, ու սկսեցի այդ ժամանակ դե ոնց է, քանի որ նախապես տեսել էի հեռատոկով, որ ալչը մենակ ալչ է, ձայքերի հետ չի, խոշոր չի։ Հիմա ոնց որ ինչ պետք է անեի, պետք է ալչին նախ տեղեկ պահի, որ ես ստեղ եմ, իրանք էլ բնականաբար խուսափում են մարդու այդ հանդիպումից։ Սկսեցի բարձրաձայն խոսել մենակով, արևմտահայերեն, չգիտեմ ինչի։ Իսկ ինչ եք խոսում, Չգիտեմ, ինչ որ անկա բաներ էի խոսում, այդ ալչին ուղված ինչ որ ուղացներ էր մոտս, խոսում բան էի անում, չեմ հիշում կոնկրետ, բայց հիշում եմ, որ արևմտահայերեն էր այդ ամեն ինչը տեղի ունենում։ Հա, այդ ալչը բայց շարունակում էր գալ, ու մոտավոր մի 10 մետր հեռավորության վրա ոնց որ կանգ առավ, էլ չշարունակեց վերև։ Երևի ձայնը սկսեց լավ լսել։ Այդ որ ինքը կանգ առավ, այդ ընթացքում ես արագ այդ քարաթափի վրայով գնացի այն մյուս կանաչ հատվածը։ Ասի լավ, այստեղ կսպասեմ, հիմա այս ալչը եթե հանգարց որոշի, որ պետք է հարձակվի, այստեղ լիքը տարածություն ունեմ, էլի դուրս կգա երևացող տեղ, հա, այստեղ հենց կնկարեմ իրան։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։